Թուրքիայի նախագահի եւ իմ ասածները անհամատեղելի չէին իրար հետ։ Ինչի տպավորությունը երբեմն կարող է ստացվել, այսպես ասած, մամուլի համար արվող հայտարարություններից։ Հայոց ցեղասպանության մոռացման եւ ուրացման գնով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը մեզ նոր աղետների է մատնելու։ Հայոց ցեղասպանությունը մեզ համար ոչ միայն պատմության կարևոր մի էջ է, այլև մեր ոչ վաղ ինքնության կարևորագույն բաղկացուցիչը։ Եվ նկատի ունենալով, որ տարածաշրջանում վերջին 100-ամյակում շատ բան չի փոխվել մեր չարաբաստիկ հարևանների առումով, մեզ համար հայոց ցեղասպանության մոռացումը կարող է իրապես աղետալի լինել։ Այսօր ոչինչ չի փոխվել։ Նույն Թուրքիան է, նույն գործելակերպով, նույն նպատակներով, պանթուրքական ձգտումներով, որոնց իրականացման ճանապարհին Հայաստանը սեպ է։ Պատահական չէ, որ Բաքվում Էրդողանը փառք էր տալիս Էնվեր Փաշայի հոգուն։ Դա վկայում է, որ նա իրեն նույնացնում է Էնվերի հետ, հետևաբար նույնն են նաև հայ ժողովրդին ուղղված մարտահրավերները, եւ եթե նկատի չառնենք պատմության դասերը, մենք մեզ աղետի ենք մատնելու։ Ասվում է, թե իբր բանակ չենք ունեցել, բայց պետք է հետևել փաստերին։ Մենք հաղթած պետություն էինք, ծնկի էինք բերել Ադրբեջանին ագրեսիվ պատերազմ սանձազերծելուց հետո, ապահովել էինք Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Ցավոք ոչ նախկինում, ոչ էլ առավելևս ներկայում Սփյուռքի ներուժը չենք օգտագործում։ 44-օրյա պատերազմում տեսանելի էր, որ արևմտյան կարծիքն Արցախի հարցում որոշակիորեն կողմնորոշված էր դեպի մեզ, բայց ահա պատերազմից հետո Փաշինյանը սկսեց պնդել, թե իբր միջազգային իրավունքի տեսակետից Արցախը պատկանում է Ադրբեջանին։ Այն, որ անգամ որոշ հայեր են երկրորդում այս տխմարաբանությունը, հետևանք է Ադրբեջանի հետևողական քարոզչության, որի համար նրանք ոչինչ չեն խնայում, եւ ոմանց գիտակցության մեջ զրոյից ճշմարտություն են ստեղծել։ Այն կեղծ թեզը, թե իբր Արցախը պատկանում է Ադրբեջանին, գիտականորեն լիովին հերքելի է։ Ադրբեջանը որևէ կռվան չունի այն ապացուցելու։ Մեզ համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների պարագայում մենք պետք է համակարգված կերպով ապացուցենք հակառակը։ Շատ մտահոգիչ է պետական օղակներում եւ հասարակական շրջանակներում արտաքին քաղաքականության եւ մեր կողմնորոշման վերաբերյալ միասնական կարծիքի բացակայությունը։ Փոխարենը քաոս է։ Մեր պատմությունն այն հարցին, թե նման իրադրությունում ինչպիսի կողմնորոշում պիտի ունենանք, հստակորեն պատասխանել է։ Ժամանակին հայազատագրական միտքը որդեգրեց արտաքին ուժերով Հայաստանն ազատագրելու մարտավարություն եւ մեր հոգեվոր գործիչները բախում էին Եվրոպայի դռները, բայց վերադառնում էին ձեռնունայն եւ հուսահատ։ Ի վերջո Իսրայելորին ենթադրեց, որ միայն Ռուսաստանից կարելի է ակնկալիք ունենալ, եւ այդ ժամանակ այդ մոտեցումն արդյունավորվեց։ Եթե հայկական հարցը ժամանակին լուծման նախաձեռնություններ է ունեցել որևէ պետության կողմից, դա եղել է Ռուսաստանը, բայց դրանք վիժեցվել են արևմտյան տերությունների ջանքերով։ Միաժամանակ դա պայմանավորված է ոչ թե ռուսական պետության մարդասիրությամբ, այլ մեր տարածաշրջանում արդեն մոտ 200 տարի ընթացող Արևմուտք-Ռուսաստան հակամարտությամբ։ Արևմուտքի գործելակերպը թելադրված է այստեղից Ռուսաստանին հանելու մտադրությամբ, դա նրանց գլխավոր նպատակն է, որի համար նրանք կզոհաբերեն ամեն ինչ, այդ թվում հայերին։ Տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը պետք է դիտարկել Ռուսաստան-Թուրքիա դարավոր հակամարտության համատեքստում։ Թուրքիան մշտապես եղել է Ռուսաստանի թշնամին, եթե անգամ առանձին դեպքերում մերձեցում է եղել ռուս-արևմտյան սրացման պատճառով։ Մենք Ռուսաստանի կողմից ընձեռված հնարավորությունները չօգտագործելով եւ ընկնելով հատկապես Անգլիայի հետևից, թուրքական բանակը հասցրինք ընդհուպ Ալեքսանդրապոլ, կնքեցինք Ալեքսանդրապոլի նվաստացուցիչ դաշնագիրը։ Թուրքիայի արտգործնախարար Մոխտարը պնդում էր, թե Հայաստանը զինաթափելով այն պետք է ամբողջությամբ խեղտամահ անել։ Թուրքական սալի եւ ռուսական մուրճի միջև գտնվելու մասին Վրացյանի պնդումներն իրականում առասպել են։ Նրանք իրենց ձախողումներն արդարացնում էին այդ հանգամանքով։ Այսպիսի հարևանների արկայության դեպքում Հայաստանի շահերը բնականորեն կապված են Ռուսաստանի եւ Իրանի հետ եւ պետք է ամեն ինչ անել նույն սխալները թույլ չտալու համար։ Մենք գտնում ենք անվտանգային նոր ռիսկի մեջ, որը վերել հանգեցրել այսօրվա քաղաքական ռեժիմը իր թշնամական եւ դավաճանական քաղաքականությամբ, ես սա նույնիսկ չեմ կարող անվանել, որ իր կարճատեսությամբ կամ չհասկանամ։ Շատ լավ է հասկանում են։ Սա ուղղակի դավաճանական ռեժիմ է, որը Հայաստանը տանում է կործանման քայլ առ քայլ։ Եվ այդ քայլերից մեկը Թուրքիային սիրաշահենք, որ իբր թե Ադրբեջանին զսպեն, սա չաշխատող ֆորմուլայի միանշան։ Կամ զիջումները լինելու են առանց պատերազմի, բայց Հայաստանը գնալով կորցնելու է իր ռազմավարական նշանակությունը, շատ Հայաստանի շահերին ոչ համապատասխան ինչ-որ զիջումներ են արվելու, քայլեր են արվելու, որը Հայաստանին դնելու է ավելի ու ավելի խոցելի վիճակում, ավելի ու ավելի կրավորական վիճակում, կամ դա տեղի ունենալու պատերազմով։ Առաջին հանրապետության հիմնադիր հայրերը, ի տարբերություն այսօրվա վարչախմբի պարագլուխների, իրապես հայրենասեր անձինք էին, այլ հարց, որ նրանք չկարողացան ժամանակի մեջ ճիշտ գնահատել աշխարհաքաղաքական իրողությունները։ Ցավոք, պատմության դասերը յուրացված, սերտված չեն, իսկ պատմության աքսիոմատիկ ճշմարտությունները մեզ սովորեցնում են, որ պետք է փոփոխվի առկա ուղեգիծը, այլապես մենք հստակորեն դեպի կործանման ենք գնում։
Որոշիր հարգելի քաղաքացի, թե որն երեսն է ճիշտ։